Աստված օրհնի ձեզ, սիրելիներս, ես շատ ուրախ եմ ձեզ, որ տեսնում եմ, դա երկու բան է նշանակում, մեկը, որ հլը դեռ չեմ կուրացել, երկրորդն էլ, որ մենք գտնվում ենք Աստծո տան մեջ և փառք Աստծուն, այս հրաշալի ժամանակի համար, Տերը օրհնի ձեզ, սիրելիներս, փառք Հիսուսին, անկեղծ ասած, վաղուց սրտումս կա այսպիսի մի թեմա, որ մենք երկարատև խոսենք այս թեմայի շուրջ, կոչվում է ընտանիք, ովքեր ունեն ընտանիք, ովքեր չունեն ընտանիք, կունենաք, ամեն, անենց չի, որ տունն եք մնալու, սիրելիներս, ոչ մեկ տունը չի մնացել, ժամանակը, որ գալիս, ամեն մեկը գտնում է իր կեսին, ամեն, Հիսուս Քրիստոսով և դառնում ենք ընտանիք, բայց հետաքրքիր է, ընտանիքում լինում են տարբեր իրադարձություններ, հիմա ես չեմ ուզում ամեն մեկիդ ընտանիքից ինչ-որ մի առեղծված իրադարձություն պատմեմ, ինչքան էլ որ գիտեմ, մեկըտ մեկի մասին հետո չիմանաք, էլի, բայց ուզում եմ մենք խոսենք, սիրելիներս, ընտանիքի մասին, թե ինչ է ընտանիքը իրանից ներկայացնում ու ինչ դեր ունենք մենք այդ ընտանիքի կառույցի մեջ։ Ինչ ենք պատկերացնում, երբ որ ասում ենք ընտանիք։ Միանգամից պատկերացնում ենք, չէ՞, հայր, մայր, կին, ամուսին և երեխաներ։ Դա ենք մենք պատկերացնում։ Երբ որ ես դեռ փոքր էի ու շատ բան չէի հասկանում, մենակ մի բան գիտեի, ասում էի, ինչ լավ է, որ մեծանամ, ամուսնանամ մեկի հետ ու ընտանիք կազմեմ։ Երեխաներ կունենանք, երեխաների քանակը դեռ չէի որոշել, բայց մտածում եմ ինչքան շատ այդքան լավ տուն է, էլի թող լինի։ Գիտեք, հետաքրքիրն է, որ երբ որ ասում ենք ընտանիք, իրականում պատկերացնում ենք հայր, մայր, ամուսին, երեխեք, կին եւ առաջի հայացքից անկեղծ ասած դրանից էլ հեշտ բան, չէ՞, ինչ է պետք, մեկին գտնում ես, ամուսնանում ես, վсё, քո համար երեխեք ա բերում, դու էլ դառնում ես ընտանիքի պապա, ամուսին, բայց իրականում սիրելիներս ընտանիքը մի շատ կարևոր, շատ լուրջ և շատ բարդ մի կառույց է, եկեք համաձայնվենք, եթե համաձայնվողներ չկա, հիմա անենց մի հատ փաստ կբերեմ, որ անկախ քեզանից կհամաձայնվես։ Օրինակ, ով է ամուսնացել ու գլուխը եղոտ է եղել, սենց հայերս մի հատ խոսք ունենք, բոլորը ծիծաղում են, այսինքն հասկանում ենք, չէ, որ ընտանիք համակարգը այդքան էլ հեշտ չի։ Հեշտ մտածում ենք, շուտ մեկին գտնում ենք մեզանով անում ու վсё, ու հետո պրոբլեմները սկսվում են, չէ՞, ըհը, ես էսի երկարատև, սիրելիներս, երկարատև ուրիշների կյանքը քննելուց հետո եկա այս փաստին, որ այս քարոզը պիտի գրվի, բայց իրադարձությունները կարելի ասել, բոլոր ընտանիքներում կարելի ասել, որ նույնատիպ իրադարձություններ են տեղի ունենում, չէ՞, ինչ գիտես օրինակ, ստե են ասելի, քիթը տնչի ես մտցնում ուրիշի ընտանիքի մեջ, որ իմանաս իրանց տունն էլ նույն բանը տեղի ունենում, թե չէ, իրանք են պատմում, բայց իրականում իհարկե մեծ մասամբ նույնատիպ խնդիրներ են տեղի ունենում բոլոր ընտանիքներում, սիրելիներս։ Դրա համար Տերը դրեց սրտիս, որ մենք խոսենք սրա մասին և ամեն մեկս ճանաչենք մեր տեղը, իմանանք մեր պարտականությունները, հասկանանք մեր կողքինի կարևորությունը մեր կյանքում և կարողանանք ճիշտ ընտանեկան կյանք վարել։ Միգուցե դու արդեն այնքան ես հոգնել էլ համաձայն չես կողքինիդ հետ նորմալ ընտանեկան կյանք վարելու, բայց ասեմ ինքը միակն է ու անկրկնելին, փոփոխության ենթակա չի, ամեն,
հայերը մի հատ լավ երգ ունեն, ասում պարավյարս թանկ է թանկ, ուրիշ էլ յար չկա։ Անենց որ աշկատ մի գցես կո մենք ում ասա ուխ ես նոր ընտանիք կազմելու թեմայա, ես մեկը լավ չստացվեց, հիմա նորա կկազմեմ։ Ոչ, հիմա կթարմացնենք մեր հարաբերությունները մեր ընտանիքներում, ամեն, փառք Տիրոջը։ Իրականում ընտանիքը մի հատ բարդ յուրահատուկ համակարգ է, որը իր մեջ պարունակում է Աստծո ամբողջական բնության փոքրիկ մոդելը։ Ինչ որ ես մտքերս արտահայտել եմ ստեղ սիրելիներս, սրանք մի քանի անգամ կկրկնեմ, որպեսզի մենք հասկանանք ինչ է ընտանիքը, ու մենք ինչ ունենք անելու մեր ընտանիքում։ Ուրեմն ընտանիքը Աստծո ամբողջական բնության փոքրիկ մոդելն է, այսինքն փոքրիկ տեսակն է։ Պարզամ ես Աստված Աստծուն ոնց ես պատկերացնում։ Սուրբ, զորավոր, ամենակարող, ամենակալ, խնամակալ, հոգատար, սիրող, համբերությամբ լցված եւ անձնանվեր։ Այն Աստծո այդ ամբողջական բնության փոքրիկ մոդելն է ընտանիք, որ Աստված դա տեղավորել է ընտանիք համակարգի մեջ, սիրելիներս։ Եվ ասեմ մի կարևոր բան, որ առանց Աստծո խորհուրդների եւ գիտության կիրառման ամուր ընտանիք եւ առողջ ընտանիք չի կարա լինի։ Համաձայն ես։ Եթե ընտանիքի հեղինակը Աստված է, եթե ընտանիք համակարգը Աստված է, այդ կառույցը Աստված է դրել եւ Աստված է դրել միաբանությունը ընտանիքի ամբողջ համակարգը կազմել, Աստծուց բացի ով կարա էլ մեզ խորհուրդ տա։ Այսինքն առանց Աստծո ներկայության եւ առանց Աստծո գիտության կիրառման, որը ընտանիքին է վերաբերվում, այդ ընտանիք չի կարա լինի։ Հիմա միգուցե մտածենք, ասենք, գիտես, եղբայր, քանի տարվա ամուսիններ ենք։ Այն ժամանակ Աստծուն չենք ճանաչել, աշխարհիկ ենք եղել, որ ամուսնացել ենք ու մինչև հիմա յոլա ենք գնում։ Այ դրա համար էլ յոլա ենք գնում։ Որովհետև Աստծո ներկայության բացակայությունը մեր կյանքում եղել է միշտ։ Հիմա էլ ճանաչում ենք Աստծուն, բայց համաձայնվեք, որ շատ ընտանիքներում դեռ Աստված բացակայում է։ Հա? Հիմա շարունակեմ։ Երկրորդ, առաջին ուրեմն խոսեցինք, որ ինչ է անհրաժեշտ ամուր ընտանիքի ամենաառաջին պայմանը Աստծո ներկայությունն է մեր կյանքում։ Եթե ուզում ես ամուր ընտանիք ունենաս, ուրեմն ամենաառաջի պայմանը սա է։ Աստված ես ուզում եմ, որ դու ներկա լինես իմ կյանքում, իմ ընտանիքում, իմ ամուսնու կյանքում, իմ երեխաների կյանքում։ Ես սա մանրացրի, բայց ընդհանրացնեմ, որ Տեր իմ Աստված քեզանով է կառուցվում ընտանիքը եւ առանց քեզ ես չեմ ուզում մի քայլ անեմ, եկ եւ բնակվիր մեր ընտանիքի մեջ։ Ամեն։ Հիմա, եթե ընտանիքի ստեղծողը Աստված է, եթե ընտանիքում ինչ-որ իրավիճակներ ու իրադարձություններ են լինում, սիրելիներս, ով կարա մեզ խորհուրդ տա։ Կիսուր մայրիկը։ Ու տղաները վազում են մամայի մոտ։ Զոքանչ մայրիկը։ Երբ որ ասում են զոքանչ, չգիտեմ ով ոնց է պատկերացնում, բայց իմացեք, որ ինքը զոնի քաջն է։ Ու ավելի լուրջ վերաբերվեք, ամեն։ Սա իհարկե հումորի տեսքով, բայց ասեմ քեզ, մեկ տեսնում ես ընտանիքներ կա, մեկ տենում ես կիսուր մայրիկն է խորհուրդ տալի,
ու զոքանչ մայրիկի հետ մտել են մրցակցության մեջ, թե ով ավելի շատ խորուրդ կտա ու ում ազդեցությունը կտարածվի, կընդլայնվի այդ ընտանիքի վրա։ Խեղճ երեխեք։ Էն էլա մամա, էն էլա մամա։ Էն մեկը զոնի քաժն է, էն մեկն էլ կիսուր մայրիկն է։ Սկեսուր, հա։ Ու գիտես հետաքրքիր է որն է, այդ խեղճ երեխեքը կրակն են ընկնում։ Այդ երկու մամաների ձեռը այս ընտանիքը սկսում է քանդվել։ Մամաներ կան ստեղ, կիսուր մայրիկներ, զոքանչ մայրիկներ, մայրը պետք է մայրություն անի։ Մայրը չի նշանակում տղայի մամանա, այն աղջիկն էլ խալխի աղջիկ եք բերել ձեր տուն, սուվենիր դնեք, ոնց ուզեք, փոշին մաքրեք, որտեղ ուզեք դնեք այդ աղջկան։ Կամ էլ նույնն էլ տղան։ Սիրելիներս, մայր կապ չունի տղայի մայր ես, թե աղջկա մայր ես։ Մայրը պետք է մայրություն անի այդ երկու երեխեքին։ Եթե քո տուն հարս ես բերել, ուրեմն իմացի, որ ինքը քո հարսը չի, առաջի հերթին ինքը քո աղջիկն է։ Դու աղջիկ լինելով, պիտի մի հատ վերանայես քո կյանքը ու հասկանաս ոնց են վարվել քեզ հետ, ու նույն ձևի դու չվարվես, մուրըդ քո կիսուրի չհանես այդ խեղճ երեխեքի գլխին։ Հա? Ո՞վ է համաձայն։ Փառք Տիրոջը։ Ընենց որ սիրելիներս, քանի որ Աստված է ընտանիք ստեղծողը, ընտանիք կառույցի հեղինակը, եկեք մի բան ասեմ, սիրելիներս։ Դրեք մի կողմ, կողքից խորհուրդ տվողներին, որովհետև եթե կողքից էլ խորհուրդ են տալիս, բայց Աստծո խոսքի համաձայն չեն խորհուրդ տալիս, ուրեմն կքանդեն, ուրեմն կվնասեն։ Եկեք այդ խորհուրդները մի կողմ դնենք ու խորհրդատուներին էլ սիրով ասենք, սիրելիս, մենք ունենք ամենակարող Աստծուն մեր կյանքում։ Մենք որ ընտանիք ենք կազմել, որոշել ենք, որ ամեն բան անենք Աստծո կամքի եւ խոսքի համաձայն։ Ամեն։ Հիմա նույնիսկ եթե ընտանիք ես կազմել ու հələ դեռ Աստծուն չես ճանաչել, մի նեղվի։ Ասում լավ է ուշ քան երբեք։ Մենք փառք Տիրոջը, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսով հնարավորություն ունենք այսօր մեր կյանքը շտկելու։ Ճիշտ ուղի վերցնենք, միջև հիմա եթե ինչ արել ես շինության համար քանդվել է, այսօրվանից Աստծով եկեք շարժվենք առաջ ու կառուցենք։ Մեր փլատակները կառուցենք։ Այն մոստերը, որ այրել ենք, այն կամուրջները, որ այրել ենք ամուսին ու կին հարաբերության մեջ, ընտանեկան հարաբերությունների մեջ, թույլ տվեք Աստծո խոսքով, Տերը օգնի ձեզ, Աստծո խորհուրդներով այդ բոլոր կամուրջները վերականգնենք։ Ամեն։ Երկրորդը, կարևոր բաներից մեկը ընտանիքում գիտեք որն է, սիրելիներս, տղան էլ, աղջիկն էլ լինեն աստվածավախ եւ Աստծո խոսքի մեջ հաստատված։ Շատերը ասում են աշխարհիկ տղայի կամ աշխարհիկ աղջկայի հետ կարանք ամուսնանանք։ Սիրելիս, եթե դու քեզ դրել ես հոգևոր Շվարցնեգերի տեղը, ամուսնացի։ Գիտեք ինչի, որովհետև եթե դուք ընդհանուր հոգևոր առումով չունեք Աստծո նկատմամբ նույն սերն ու փափագը, ապա ձեր մեջ միշտ ասեմ քեզ, դու ընկնում ես հոգևոր տրինաժորնի զալ։ Դե տղա ես դիմացի կամ աղջիկ ես դիմացի։ Դրա համար սիրելիներս մենք պետք է կարողանանք հասկանանք սերը դա ոչ միայն արտաքին գեղեցկության ու տեսքի արդյունք պիտի լինի, այսինքն ես այս տեսակն եմ սիրում, այ ինքը շատ գեղեցիկ է, բաներսի որակը, բաներսի մարդ տեսակը, սիրելիս։ Ներսի մարդ տեսակը շատ կարևոր է, գիտեք, մենք բոլորս էլ ընդունակություն ունենք փոխվելու, բայց եթե ես չունեմ աստվածավախություն, եւ եթե ինձ համար Աստծո խոսքը հեղինակություն չի,
ապա ով կարա ինձ փոխի։ Եկեք անկեղծ լինենք։ Այսքան տարիների ընթացքում քո կինը կարողացել է քեզ փոխի, կամ քո ամուսինը կարողացել է քեզ փոխի։ Գիտեք ով է մեզ փոխում։ Տիրոջ կատարյալ ճշմարտությունն ու խոսքը։ Եթե մենք ունենք Աստծուն մեր կյանքի մեջ, ապա շանսերը մեծ են, հնարավորությունները մեծ են ամուր ընտանիք կազմելու եւ ամուր ընտանիքում ունենալու, լինել ընտանիքում երջանիկ, հա։ Երկու կողմերն էլ, սիրելիներս, մենք տղաները եւ աղջիկները, կին եւ ամուսին, մենք պետք է կարողանանք գիտակցենք մեր դերը ընտանիքում, գիտես չէ, լինում է ամուսնանում են այդ կնոջը բերում է տուն ու ինքը իր կյանքով ապրում է։ Այտենց ընտանիքներ տեսել եք, բազմաթիվ ու զարմանում ես, ասում ես լսի, ասում ես, բա լավ, դու քո անելիքը, դու քո պատասխանատվությունը չունես այդ ընտանիքի մեջ։ Անենց որ մենք պիտի գիտակցենք մեր դերը եւ նպատակը նաեւ միմյանց կյանքում, թե ինչ դեր ու նպատակ ունենք մենք։ Ընդունակ լինենք, գնահատել եւ հարգել մեկս մյուսի կարծիքը, մեկս մյուսի տեսակը։ Միակողմանի չի լինում, սիրելիներս։ Միակողմանի չի լինում, որ ասես դե լավ, հələ թող ընկնի իմ ձեռը ու կսկսի փոխվել։ Գիտես չէ, տենց տղամարդ կանայք էլ կան, որ մեկին ձեռ են գցում, թե չէ, սենց всё իրա ձեռի տակ արդեն ասում այ սենց պետք է կյանքը լինի, նենց պետք է կյանքը լինի, չէ, ուրեմն օր ու գիշեր չեմ տալու։ Խիղճ մարդ։ Մենակ այդ դեպքում, երբ որ մենք կարողանանք գիտակցենք մեր նպատակն ու դերը միմյանց նկատմամբ եւ լինենք հարգող միմյանց կարծիքն ու տեսակը, այդ ժամանակ մենակ կա հնարավորություն, որ միաբանվենք, դառնանք մեկ Աստծո բնության մեջ։ Մենք շատ անդրադառնալու ենք այս ընտանիքի, այսօր մենք չենք հասցնելու ամբողջը ավարտենք, սա կլինի շարունակական այս թեման, բայց ես ուզում եմ այս թեմայի մեջ մանրանամ, մանրակրկիտ իրադարձությունների ու իրավիճակների վրա, թե ինչից է սկսվում ընտանեկան անախորժությունները։ Ես մտածում եմ, որ դա քեզ համար էլ հետաքրքիր կլինի։ Հա? Ընտանիքը աստվածային բնության փոքրիկ մոդելն է։ Մենք արդեն խոսացինք սրա մասին ու ուզում եմ մեր ուշադրությունը կենտրոնացնենք նրա վրա, որ հենց դա է պատճառը, սիրելիս։ Նայ, քանի որ ընտանիքը աստվածային բնության փոքրիկ մոդելն է, հենց դա է պատճառը, որ սատանան հավաքելով իր ամբողջ ուժը, կարողությունը եւ զինամթերքը հարձակվում է հենց ընտանիքների վրա։ Երբ որ դու մենակ ես, այդքան հարձակում չկա քո կյանքում։ Այդքան խնդիրներ չկան։ Խնդիրները կարան լինեն նյութական, թեթև, բայց ընտանիքում սկսվում են լուրջ ու բարդ խնդիրներ։ Իսկ սատանան մենք լավ գիտենք, թե ով է, սիրելիներս, գրված է, որ սատանան գող է, խաբեբայ է, սատանան գալիս է, որպեսզի փչացնի, կործանի, բաժանի եւ սպանի։ Այսինքն այս բոլոր հատկանիշները մենք տեսնում ենք ընտանիքներում, շատ ընտանիքներում տեղի է ունենում։ Գիտեք ինչ է անում։ Գալիս է փչացնում հարաբերությունները։ Այս ինչ բանը սենց չարեց, всё, ունքերը կիտեցին, իրարից նեղացան, խռովեցին, բաժանում է բերում, սպանում է սերը։ Առաջ երթին գիտեք ինչ է անում։ Որպեսզի արժեքազրկի միմյանց, մեկը մեկի նկատմամբ արժեքազրկի։ Ու փորձեց սատանան, մենք լավ գիտենք, Եդեմի պարտեզում առաջին ընտանիք մոդելը Ադամն ու Եվան։
ու սատանային հաջողվեց դա, սիրելիս։ Ինչ արեց։ Ստի խաբեության միջոցով այդ ընտանիքում մեղք մտցրեց, որի հետևանքով շարունակվում է եղբայրասպանություն, որի հետևանքով գալիս են պղծություններ, տարբեր տեսակի մեղքի դրսևորումներ։ Մենք լավ գիտենք Նոյի օրերում, թե երկիրը ինչքան էր պղծված, հետո դրանից հետո բազմականություններ, տարբեր տեսակի բաժանություններ։ Մեր օրերում բաց քարոզվում է, սիրելիներս, ընտանիք առանց արժեքների։ Մեր օրերում, այսօր, աշխարհը բաց քարոզում է ընտանիք առանց արժեքների։ Համատեղ կյանք առանց պատասխանատվության։ Ավելի շատ մարդիկ ապրում են իրար հետ, ասում են, դե սենց մենք մեկս մեկի նկատմամբ պատասխանատվություն չունենք, սենց լավ է։ Ես իմ անելիքը գիտեմ, ինքը իր անելիքը գիտի։ Անբարո վարք, համասեռամոլություն եւ այլն։ Սրանով սատանան փորձում է, սիրելիներս, արժեքազրկել Աստծո բնության մարմնավորումը մարդկանց կյանքում, ընտանիքներում։ Այս բոլոր իրավիճակները մենք այսօր լավ գիտենք, թե ինչ տեսքով եւ տեսակով է գլուխ բարձրացրել։ Եթե մարդը Աստծուն չի ճանաչում, չգիտի Աստծո արժեքները, այս ամեն ինչը դառնում է սովորական ապրելակերպ։ Այս ամեն ինչը մտնում է մարդկանց կյանքի մեջ, ու մարդ չի էլ պատկերացնում ու չի էլ զգում, թե ինքը ոնց է դառնում սրա մասնիկը։ Ինչ արեց Աստված։ Ընդհանրապես ոնց արարեց ընտանիքը, ինչպիսին ստեղծեց Աստված ընտանիքը։ Նախ Ծննդոց առաջի գլուխ 26-ից 31 խոսքերում մենք տեսնում ենք, որ Աստված ասեց. մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդ շինենք։ Աստված իրա պատկերով եւ իրա նմանությամբ մարդ ստեղծեց։ Մենք Աստծո պատկերն ու նմանություն ունենք, ամեն։ Ուրախանում ենք, չէ՞ դրա համար, որ Աստված մեզ իրա նման ստեղծեց։ Մենք Աստծո պատկերն ենք։ Ինչի՞ եմ շեշտում, որ մենք սթափվենք ու հասկանանք, թե ով ենք մենք։ Ոչ միայն իրա պատկերով ստեղծեց, այլ նաև իրա բնությունը տեղադրեց մեր սրտի մեջ, մեր կյանքի մեջ, որ իրա էությամբ ապրենք, որ մնանք այդպիսին ամփոփող։ Բայց համաձայնվեք, որ ժամանակ առ ժամանակ իրավիճակներ ալնում, որ մենք փոխվում ենք։ Տեսել եք, մարդուց երեխա ծնվի ու հետո process-ի ընթացքում կապիկ դառնա։ Ո՞վ է տեսել այդպես բան։ Մի քիչ սենց թարմացնենք էլի մեր աուդիտորիան։ Իհարկե էկրաններից են կողմ երևի ավելի թարմ, աշխուժ են, ստեղ տոթա եւ շատերի քունը տանում է, բայց ուզում եմ հələ ձեզ հարց տամ։ Տեսել եք, մի մարդուց երեխա ծնվի ու այդ երեխան աճելու process-ի ընթացքում մեկ էլ կապիկ դառնա։ Ես տեսել եմ։ Ու բոլորը զարմացած նայում են ին վրա։ Գիտեք, ֆիզիոլոգիապես դա անհնար է։ Ֆիզիկապես երեխան չի փոխվում։ Բայց մենք հայերս մի հատ sense արտահայտություն անենք, ասում ենք, լսի, ծնողները այնքան լավ մարդիկ են, բայց այս երեխան թեում քաշեց, sense չենք հասկանում։ Այսինքն մենք հասկանում ենք ֆիզիոլոգիապես մնում է պատկերը նույնը, բայց մարդը իր էությամբ այն աստիճան է փոխվում, որ նույնիսկ կապիկները նայում զարմանում են։ Մարդը, բայց իրանցից ավելի վատ բաներ անում։ Մենք հասկանում եք ինչի մասն եմ խոսում։ Տեսակով մարդը, բայց վարքով մարդկային բաներ չեն անում։ Այնպիսի բաներ են անում, որ հիասթափվում ես։ Ու գիտես, դա սատանայի
նպատակն է, Աստված մեզ ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ, որ մենք ու իր բնությունը տեղադրեց, որ մենք այդպիսին պահպանենք մեզ ու մնանք այդպիսին, Աստծո բնությամբ, Աստծո էությունը մեր սրտի մեջ։ Անփոփոխ։ Աստված երբ որ մարդուն ստեղծեց, սիրելիներս, ուզում եմ նաև ուշադրություն դարձնենք մի փաստի վրա, որ Աստված մինչև կստեղծեր մարդ արարածը, ամեն բանի համար արդեն հոգացել էր։ Թե որտեղ պիտի ապրի մարդը, ինչ պիտի ուտի մարդը, ոնց պիտի ապրի մարդ տեսակը։ Ուրեմն Աստված հոգատար Աստված է, սիրելիներս։ Ծննդոց 2-րդ գլխի 8-րդ խոսքում նայեք ինչ է գրված. եւ Աստված արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց եւ իր շինած մարդը դրեց այդտեղ։ Նայեք, պարտեզը արդեն ստեղծել էր, բնակավայրը ստեղծել էր, մարդուն էլ շինեց ու դրեց այդ բնակավայրի մեջ։ Հետո Ծննդոց առաջի գլուխ 29 խոսքում ասում է եւ ասաց. ահա ամեն խոտը, որ սերմ ունի բոլոր երկրի վրա եւ ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ձեզ տվի, որ ձեզ համար կերակուր լինի։ Եվ երկրի բոլոր կենդանիները եւ երկրի բոլոր թռչունները եւ երկրի վրա բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, ամեն կանանչ խոտը կերակուր լինի։ Ուրեմն մենք ինչ ենք տեսնում, Աստված իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց, եւ ինչ մեզ կստեղծեր Աստված նաեւ մեզ համար հոգ տարավ մեր բնակավայրը, մեր կերակուրը, մեր անելիքների համար։ Հիսուս Քրիստոսը ինչ ասում, ասում է հոգ մի արեք, թե ինչ պիտի ուտեք, ինչ պիտի հագնեք, չէ՞։ Տեսեք, Աստված ի սկզբանե հոգացել է, բայց այսօր Սատանան կարողանում նույնիսկ դրա մեջ մեզ խաբի ու բաժանումներ բերի։ Մեծ մասամբ ընտանիքներում ինչի է գալիս վիճաբանություններ ու անախորժություններ, նյութական ինչ-որ կարիքների համար։ Այ մարդխի ես պարկել, վեր կաց գնա, ես ինչ բանի կարիքն ունենք, գնա փող բերը կարողանանք առնենք։ Ահա, փառք Աստծո, մի հոգի ծիծաղում է, ուրեմն ճիշտ եմ ասում։ Գիտես, նյութականը դառնում է վիճաբանության առիթ։ Եթե մեր ընտանիքի հեղինակ Աստված է, ու մենք էլ Աստվածավախ ու Աստծո կամքը սիրող ու կատարող անձ ենք, ապա երբևիցե այսպիսի իրավիճակներ մեր ընտանիքում չի կարող լինի։ Որովհետև Աստված իր զավակներին երբեք չի թողնում։ Աստված հոգ է տանում իր զավակների համար։ Ամեն։ Երկրորդը, ուստեղ հետաքրքիրն էր, որ երբ որ այստեղը վերցրեցի, հասկացա մի բան. Աստված բուսականության վրա շեշտը դրեց, որ դա է մեր կերակուրը։ Ու հասկացա մի բան, մեղքից հետո նոր սկսեցինք այդ խեղճ կենդանիներին ուտել, ժողովուրդ։ Հավ, գար, մսեղեն։ Ճիշտ է, իմ առանց դրա չենք կարա, չեմ ասում, մենք դառնանք բուսակեր։ Բայց հասկացա, որ մինչև այդ բուսակեր էինք։ Այսինքն բուսականության մեջ կա ամեն պարագաները մեր կյանքը ապահովելու համար։ Երկրորդը, գիտեք Աստված ինչ արեց, իր պատկերով նմանությամբ ստեղծեց, ամեն ինչի համար հոգ տարավ, ժամանակից շուտ ու նաև դրա հետ միասին իր ստեղծած մարդը դրեց իր արարչության մեջ ու վստահեց այդ մարդուն։ Այստեղ մի շատ կարևոր փաստ կա, սիրելիս։ Աստված այսօր մեծ մասամբ քեզ այնքան մեծ բան է վստահում, դու դեռ չես պատկերացնում։ Աստված քեզ վստահում է։ Նայեք, տեսեք ինչ արեց 19-րդ խոսքից։ Եվ Աստված շինեց հողի բոլոր դաշտի կենդանները եւ երկնքի բոլոր թռչունները եւ բերեց Ադամի մոտ, որ տեսնեն, թե նրանց ինչ անուն կկոչեն։
Եվ ամեն ինչ, որ Ադամը շնչավոր կենդանին կոչեց, նա է նրա անունը, եւ Ադամը բոլոր անասուններին եւ երկնքի թռչուններին եւ դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց։ Հետաքրքիր է։ Իմ դուրը այնքան գալիս է այս տեղը, որ Աստված Ադամին վստահեց։ Աստված ստեղծեց կենդանական աշխարհը, ամեն բան։ Ու պատկերացնում եք, այսօր երբևիցե ձեր մոտ հարց առաջացել է, այդ խեղճ էշին, ինչի ենք ասում էշ։ Ավանակել ենք ասում, որ չնեղվի, փառք Աստծուն։ Հետաքրքիր է, չէ՞ ամեն կենդանու անունները արդեն իսկ Ադամը դրել է։ Ու ասում եմ միջև օրս Ադամը որ կենդանու անունը ոնց կոչեց, միջև օրս այտենց էլ այդ կենդանները կոչվում են։ Ինձ միշտ զարմացրել է փոքր ժամանակ դեռ Աստծո խոսքը չգիտեի ու ասում էի, լսի, այս անունները տենաս ով է հորինել դրել։ Եթե մեկը հորինել է, նշանակում է ես էլ կարամ հորինեմ։ Նշանակում է կարամ այս Հավի անունը ուրիշ բան դնեմ։ Այն Ավանակի անունը մի ուրիշ բան դնեմ, հա? Ինչի են ասել շուն, կատու, աղվես։ Համենայն դեպս հետաքրքիրն է, որ Աստված ինձ ու քեզ կարևոր բաներ կա այս կյանքի մեջ, որ վստահում է։ Երրորդը, Աստված, երբ որ կենդանիներին բերեց Ադամի մոտ ու Ադամը անուններ դրեց, բայց Աստված տեսավ, որ Ադամը իրեն նման հարմար մեկին չգտավ։ Ու Աստված օրհնող Աստված է։ Աստված տեսնում է քո կարիքը, տեսնում է քո խնդիրը ու Աստված է օրհնում։ Ոչ թե Ադամը ընկավ կենդանիների հետևից, որպեսզի մեկին իր նման անի, այլ Աստված է հոգում, սիրելիս։ Ես չեմ ուզում մանրանամ, բայց հասկանում եմ մի բան, երբ որ մենք ինքներս փորձում ենք մի բան անենք կարիքները հոգալու համար, լուրջ խնդիրներ ենք ունենում։ Եթե Աստված է քո գլուխը, վստահի Աստծուն, Աստված է օրհնողը քո կյանքի ամեն իրավիճակը։ Կարաս վստահես Աստծուն։ Կարաս խնդրես Տիրոջը, ասես Տեր իմ Աստված, այ ես այս կարիքը ունեմ։ Համաձայնվի, որ Աստված տեսնում է քո կարիքը։ Համաձայնվի, որ Տերը գիտի քո խնդիրը, բայց վստահի Աստծուն ու թույլ տուր Աստված օրհնի քեզ։ Եվ Աստված ասաց, լավ չի, որ մարդը մենակ լինի։ Նրա նման 18-րդ խոսքն եմ կարդում, նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար։ 21 խոսքում ասում է, եւ Աստված մի խորքում բերեց Ադամի վրա եւ նա քնեց եւ նրա կողի ոսկորիցը մեկը առավ եւ նրա տեղը միս լցրեց եւ Աստված այդ կողի ոսկորը, որ Ադամիցը վեր էր առել, մի կին շինեց եւ նրան բերեց Ադամի մոտ եւ Ադամը ասաց. սա հիմա ոսկորը իմ ոսկորիցը եւ մարմինը իմ մարմնիցը, սրան կոչեմ կին, որովհետեւ սա մարդից առնվեցավ։ Ահա սրա համար մարդը կթողնե իր հայրը եւ մայրը եւ կհարի իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Լավ, Տեր իմ Աստված, դու ամեն ինչը ստեղծեցիր, կենդանական աշխարհը հողի փոշուց ստեղծեցիր, մարդուն էլ հողից ստեղծեցիր։ Դե հիմա մի հատ կին էր պետք Ադամին, կարար չէ Աստված էլի հողից ստեղծեր մի հատ կին ու դներ Ադամի կողքին։ Բայց քանի որ Աստված իր սրտում ուներ ընտանիք, այդ համակարգը, կառույցը ու կարևորում է ընտանիքը Աստված, դրա համար ինքը ինչ որ միտեղից հողից չսարքեց եւ այն ու չբերեց դրեց Ադամի կողքը, այլ հենց Ադամի մարմնից, Ադամի ոսկորից վերցրած այդ բաժինը դարձրեց կին ու դրեց Ադամի կողքին ու Ադամը տեսավ ու ասեց, լսի, սա մարմինը իմ մարմնից ու ոսկորը իմ ոսկորից, սա ես եմ,
Սա ես եմ, ուրիշ ոչ մեկ։ Խնդրում եմ, նայես քո կնոջը ու քո ամուսնուն։ Ու հասկանաս, որ դա քո կեսն է, դու ես, քո մարմինն է։ Գիտեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Հիսուս Քրիստոսը մի կարևոր բան ասում, լավ, որին մենք կանդրադառնանք ու ասում է, այն ինչ որ Աստված միաբանեց, ոչ ոք եւ ոչ մի բան թող նրանց չբաժանի։ Ոչ ոք, այսինքն ոչ մի անձ կողքից։ Դա կապ չունի ովքեր են եւ ոչ մի իրավիճակ։ Եկեք հասկանանք մի բան, որ այս երկրի վրա տարբեր մեր կյանքում անձնական տարբեր իրավիճակներ են գլուխ բարձրացնում, որի հետևանքով մենք սկսում ենք մեր դեմ պայքարել։ Մեր մարմնի դեմ, մեր կեսի դեմ։ Կա տենց բան։ Հա? Բայց Աստված մի կարևոր բան ասում, սա մեկ մարմին է։ Իրականում ինչ որ Աստված միաբանեց սիրելիս, մարդը թող չբաժանի։ Եվ Աստված մի կարևոր բան արեց։ Երբ որ ստեղծեց մարդուն իր պատկերով ու իր նմանությամբ, Ադամին ու Եվային, կարևորեց մարդու դերը երկրի վրա։ Դու Աստծո ներկայացուցիչն ես այս երկրի մեջ։ Դու Աստծո ներկայացուցիչն ես այս երկրի մեջ։ Գիտեիր։ Ով գիտեր դրա մասին։ Իսկ որպես Աստծո ներկայացուցիչ դու հաշիվ տալիս ես քեզ, թե ինչ ես անում եւ ինչպես ես ապրում։ Հա? Ճիշտ ենք ապրում։ Աշխատում ենք, ժամանակ չունենք ճիշտ ապրելու, աշխատում ենք։ Գիտեք հետաքրքիրը որն է, որ մենք լինելով Աստծո ներկայացուցիչը այս երկրի վրա, միանգամից միտքս մի առակ է գալիս, որ Հիսուս Քրիստոսը այդ առակը պատմեց ու ասեց, մի մեծահարուստ մարդ իր ծառաներին թողեց իր ունեցվածքը, իր այգին ու գնաց օտար երկիր։ Ու հետո ընդեղից ուղարկեց իր ծառաներին, որ գան բերք բերեն, ասում է, երբ որ այդ ծառաները, որ տանը մնացել էին, ամեն հարստությունը տրվել էր իրենց ձեռքը, իրենք վարվում էին անենց, ոնց որ իրենց հարմար է։ Ոնց որ իրենց հարմար է։ Ու իրանց համար դա ճիշտ էր։ Ու միանգամից իմ աչքերի առաջ այդ առակն է գալի, որ մենք Աստծո ներկայացուցիչն ենք Աստծո այգու մեջ։ Այս կյանքի մեջ կյանքը ստեղծեց Աստված ու մեզ էլ դրեց իրանից հետո որպես ներկայացուցիչ։ Հիմա մենք գիտակցում ենք ով ենք մենք։ Հիմա Ծննդոց 1:26-ից 31-ը հենց դրա մասին հաստատում է եւ Աստված ասաց. մեր պատկերով ու մեր նմանությամբ պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների եւ անասունների եւ բոլոր երկրի վրա եւ երկրի բոլոր սողունների վրա։ Տես, Աստված մեզ իշխելու հնարավորություն տվեց, այսինքն ստեղծեց ու դրեց դրա վրա, որ իշխենք։ Եվ շարունակությունը եւ Աստված իր պատկերով մարդ ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց։ Տեսեք, Աստվածաշունչը ի սկզբանե հստակ խոսում է Աստծո կանոնների մասին։ Մեզ դրեց որպես իշխան, որպես ներկայացուցիչ, վստահեց մեզ, տվեց պատասխանատվություն եւ արու եւ էգ ստեղծեց։ Եվ Աստված օրհնեց եւ ասեց նրանց. աճեցեք եւ շատացեք եւ լցրեք երկիրը եւ տիրեցեք նրան եւ իշխեցեք։ Եվ Աստված տեսավ բոլորը, ինչ որ արել էր եւ ամեն բան բարի էր։ Այսօր նայում ես, մենք որպես Աստծո ներկայացուցիչ այս երկրի վրա այնքան բան է խախտվել։
Դեր մեզ համասեռամոլությունը տարածվել է ու այսօր մոդա է, ասում է դե ինչ կա որ նորմալ է։ Ու տարբեր բաներ, այսպես որ նայում ենք, տեսնում ենք Աստված իշխանություն տվեց։ Բայց այդ իշխանությունը ճիշտ տեղին չենք օգտագործում։ Ու ինչից է գալիս այս խնդիրները, գիտեք։ Եթե մենք մի բան ցանկանում ենք, մենք խորանում ենք դրա մեջ, որ իմանանք ու ավելի լավ անենք։ Բայց եթե միտեղ մենք ցանկություն չունենք, ինչքան էլ Աստված կամենա, մեր ծուլության հետևանքով մենք պարտություններ ենք ունենում։ Մենք Աստծո պատկերը պահում ենք, բայց Աստծո էությունն ու բնությունը մեր ներսում փչանում է, խախտվում է, կորցնում ենք։ Աստված իր ժամանակին ամեն բան արել է, սիրելիներս, ու հիմա էլ է անում Աստված, որ մարդը խաղաղ, օրհնված կյանք ունենա։ Աստված չի դադարել այդ ամեն ինչը անելուց, ու Աստված իրականում ուզում է, որ մենք խաղաղ, օրհնված կյանք ունենանք։ Անկեղծ ասած, եկեք համաձայնվենք, որ մենք էլ ենք ուզում, չէ՞։ Ով կա ձեզանից, որ չի ուզում խաղաղ, օրհնված կյանք, լավ, ուրախ, երջանիկ։ Մենք էլ ենք ուզում։ Բայց ավելին ասեմ, սիրելիս, երազում ենք, բայց ոչ միշտ է ստացվում։ Շատ ժամանակ էլ ընդհանրապես չի ստացվում։ Որովհետև կան իրավիճակներ, որոնք գալիս ու գողանում են մեզանից Աստծո բնությունը, որ մեր ներսում պիտի լինի։ Աստված միջև կնոջը կստեղծեր, սկզբից Ադամին ստեղծեց։ Ու Ադամին գիտեք ինչ, Ադամին հիշում եք այն տեղը, որ ասում է ու Աստված օրվա հով ժամանակին իջնում էր ու զբոսնում Ադամի ու Եվայի հետ։ Գիտեք ինչ կասեմ, Աստված Ադամին որ ստեղծեց, ամեն օր իջնում էր ու Ադամի հետ զբոսնում էր, ու ես մտածում եմ, օրինակ ձեզ հարց տամ, ինչ եք պատկերացնում, ինչ էին անում Աստծո հետ։ Գիտես հետաքրքիր է որն է, որ Աստված ամեն անգամ, երբ որ Ադամի հետ հանդիպում էր, Ադամի հետ կուրսեր էր անցկացնում, սովորացնում էր Ադամին, զրուցում էր ու սովորացնում էր, կյանքի դասեր էր տալիս, կյանքի խորհուրդներն էր բացում։ Երևի ընտանիք սեմինար էր անցկացնում, ընկերական հարաբերությունների մասին էր խոսում, թե ինչպես կարելի է վարվել դրացիների հետ, ընտանիքում ինչպես կարելի է պահել, տղամարդ ու կին հարաբերությունների մասին։ Ես հավատում եմ, որ Աստված Ադամին կրթում էր, սովորեցնում էր, բացում էր կյանքի գաղտնիքները, սիրելիս, որ Ադամը հենց այնպես կյանք չմտնի ու ինչ տեն ասի, վաու, բայց ոնց ալնելու, բայն ոնց ալնելու, այլ Աստված ամեն բանի մեջ Ադամին տեղյակ էր պահում ու սովորեցնում։ Այսօր Աստծո խոսքը մեզ նույնպես սովորեցնում է, սիրելիս։ Աստված մեր աչքերը նույնպես բացում է ճշմարտությունը ճանաչելու մեջ եւ Աստծո գիտելիքները ընկալելու ու դրանցով ապրելու մեջ։ Իրականում ինչով հետաքրքրված ես դրա մեջ դու քեզ ներդնում ես, որպեսզի արդյունքների հասնես։ Մեր հաջողությունները կախված է մեր ցանկությունից։ Եթե մենք ցանկություն ունենք հաջողության հասնելու, մենք իրականում ներդնում ենք մեզ։ Եթե այսօր դու քեզ ներդնես Տիրոջ խոսքի մեջ ու Աստծո խոսքը դնես քո սրտի մեջ որպես հիմք, քո կյանքը կսկսի փոխվել։ Բայց եթե մենք Աստծո խոսքը անտեսենք, չէ, սիրում ենք, Աստծուն շատ ենք սիրում։ Այնքան դուրս գալիս է, որ Աստծուն մենք սեր ենք խոստովանում, գոհանում ենք Աստծուց, փառաբանում ենք, երկրպագում ենք, բայց խոսքը
այնքան էլ տեղ չունի մեր կյանքի մեջ։ Խոսքը գործ չի դառնում։ Եվ դա դառնում է խնդիր, եւ դա դառնում է մեր կյանքի անկման քարը, սիրելիս։ Այսինքն հաջողությունը կախված է մեր ջանասիրությունից, ուշադրությունից եւ ամենակարևորը կամեցողությունից։ Եթե դու կամենաս, ապա քո կյանքը կփոխվի շրջադարձային։ Եթե դու կամենաս, ջանք անես եւ ուշադրություն դարձնես, ապա իրականում քո կյանքը կփոխվի։ Կա մեր կյանքում իրավիճակներ, որ մենք ուզում ենք փոխվի։ Դու ուզում ես քո ընտանեկան հարաբերությունների մեջ բժշկություն գա։ Դու ուզում ես քո եւ քո կնոջ կամ քո ամուսնու միջև հարաբերությունները բժշկվեն, վերականգնվեն, նորոգվեն։ Աստված ի սկզբանե օրհնեց մեզ։ Եվ Աստծո խոսքը մեր բժշկության միակ դեղամիջոցն է, երբ որ մենք ուշադիր լինենք ու կամենանք, մեր կյանքը կսկսի փոխվել։ Տղամարդու կնոջ դերը։ Մենք ցավոք սրտի քիչ ժամանակ ունենք, ու մենք այսօր կավարտենք, բայց այս ընտանիք թեման սա շարունակական կլինի, որովհետև շատ նուրբ երանգներ կան այստեղ, որի մասին ես ուզում եմ կիսվեմ ձեզ հետ, սիրելիներս։ Եվ սա կլինի շարունակական մինչև կավարտենք, բայց մի կարևոր բան էլ ասեմ այստեղ, տղամարդու կնոջ դերը, Ծննդոց 2-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Եվ Աստված գրված է, որ բուսցրեց երկրիցը ամեն ծառերը տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր եւ պարտեզի մեջ տեղը կենաց ծառը եւ բարին ու չարը գիտենալու ծառը տնկեց եւ պատվիրեց մարդին, ասելով. պարտեզի ամեն ծառիցը համարցակ կեր, բայց բարին եւ չարի գիտության ծառիցը մի ուտի, որովհետեւ նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես։ Այստեղ մենք տեսնում ենք Աստված խոսում է Եզակի դեմքով, որովհետև երբ որ այդ ամենը երբ որ այդ խորհուրդները տվեց, Եվան դեռ չկար։ Աստված խոսեց Ադամի հետ։ Իրականում Եվան դեռ չկար եւ Աստված ինչ խորհուրդներ որ տալիս էր, նա խոսում էր ու սովորեցնում Ադամին։ Աստված առաջնային կամ առաջնեկի պատասխանատվության կարևորությունը դրեց տղամարդու վրա։ Տեսնում եք, սիրելի տղամարդիկ։ Աստված ինչ խորհուրդ որ տվեց Ադամին։ Ադամին սովորեցնելով, դրանով իսկ Աստված գիտեք ինչ արեց, առաջնեկության պատասխանատվության կարևորությունը դրեց տղամարդու վրա։ Ինչ որ լինում է, չեմ ուզում հիմա ամբողջովին ասեմ, որ տղամարդի մեղքով է լինում, բայց մեծ մասամբ որպես առաջնեկ պատասխանատուներ մեր վրա կա շատ լուրջ պատասխանատվություն։ Սիրելիներս, կանայք մինչև հաջորդ կիրակի կարան ուրախանան, որովհետև պատասխանատվությունը իրանց վրայից վերցվեց, ժամանակավոր։ Բայց հետո կխոսենք նաև կնոջ լուրջ պատասխանատվության մասին, որը նույնպես շատ կարևոր է։ Սիրելիներս, այս ամփոփեմ այսօրվա թեման եւ սրանով կավարտենք այսօր, բայց կշարունակենք, որովհետեւ կարևոր է սա։ Այսօրվա իմ ասելիքը սա էր, որ մենք Աստծո պատկերով ու նմանությամբ Աստծո էությունը մեր սրտի մեջ արարված մարդիկ ենք,
ու Աստված մեզ արարեց այդպիսին իր նման, իր պատկերով, իր բնությունը դրեց մեր մեջ, որ ոչ թե ենթարկվենք փոփոխությունների։ Առաջի պատասխանատվությունը սա է. Աստծո ներկայությունը մեզանից պիտի չհեռանա։ Առաջի պատասխանատվությունը նա է, որ մենք Աստծո այդ բնությունը, Աստծո էությունը չփոխվի մեր մեջ, այլ մնա հաստատուն։ Մեր բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ մենք կորցրել ենք դա։ Ադամի ու Եվայի մեղքից հետո մեղքը երբ որ մտավ, այդ մեղքը իշխանություն վերցրեց։ Ու սատանան ամեն բան անում է, որպեսզի մենք չվերադառնանք դեպի սկզբնաղբյուրը, դեպի Աստված։ Բայց Հիսուս Քրիստոսով մենք այսօր ունենք այդ մեծ հնարավորությունը Տիրոջ շնորհքով ու ողորմությունով նորից վերականգնենք մեր առաջնեկությունը, ինչպես որ Աստված ստեղծեց մեզ։ Սիրելիներս, մեկ անգամ եւս կրկնեմ, որ մեր հաջողության գրավականը մեզանից է կախված։ Մեր ցանկությունից, մեր ուշադրությունից, մեր կամեցողությունից։ Եթե ուզում ես քո կյանքը փոխվի, ուրեմն ուշադիր եղի Տիրոջ խոսքերին։ Փափագիր դեպի Տերը ու կատարի Տիրոջ կատարյալ կամքը քո կյանքի մեջ։ Այսօրվանից եկեք մի հատ որոշում կայացնենք, եկեք կանգնենք։ Տեր իմ Աստված, Հայր երկնային, ես ուզում եմ հանձնվել քեզ, Փառքի Հայր, ես որոշում եմ կայացնում վերադառնամ այն ակունքներին, այն սկզբնաղբյուրին, երբ որ դու արարեցիր մարդ արարած, մեզ արարեցիր քո պատկերով և քո նմանությամբ։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք, որ քո Որդի Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք ունենք այսօր վերականգնվելու այդ հնարավորությունը։ Օգնիր մեզ, որ այդ սկզբնաղբյուրի այդ զորությունը, քո էություն ու բնավորությունը ձևավորվի մեր կյանքի մեջ։ Մենք ուզում ենք, մենք փափագում ենք, մենք կամենում ենք, որ դու բնակվես մեր սրտի մեջ, փոխես իմ էությունը, նորոգես իմ բնավորության դրսևորումները, որ լինեն այնպիսին, ինչպես որ դու կդրսևորես, Տեր։ Քո հոգատարությունն եմ խնդրում, քո ստեղծագործական այդ շնորհքն եմ խնդրում, Տեր, քո կատարյալ սերը և քո կատարյալ ուրախությունը իմ սրտի մեջ թող թագավորի։ Օգնիր մեզ, դառնանք քեզ պես, մեր սիրելի Հայր, մեր սիրելի Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, մեր մխիթարիչ և մեզ զորացնող Սուրբ Հոգի, առաջնորդիր, զորացրու և նորոգիր մեզ։ Փառքը, մեծարանքը և պատիվը քեզ։ Հալելույա։ Ամեն։